Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրահարությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը, որով արգելվում է վերջին 6 ամսում մշտապես Հայաստանում չեղածներին քվեարկել հանրաքվեի ժամանակ։ Պաշտոնական հիմնավորումը, թե ընտրողը պետք է կենսական կապ ունենա երկրի հետ։ Եվրոպա վազողներին հարց տամ, եվրոպական քանի երկիր գիտեք, որ նման սահմանափակում ունի։ Այս ընտրությունների արդյունքներով իշխող վարչախումբը չի ստացել սահմանադրությամբ փոխելու անհրաժեշտ այժմանդատների 2/3-ը։ Սահմանադրության 200 հոդվածի համաձայն հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 1/4-ը։ Հիմա ինչ է ուզում անել վարչախումբը։ Շուստրիություն։ Իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի պետության միջև կենսական կապը կարևորելու սուղոցի տակ նվազեցնում է ընտրողների, նույնն է հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում բնականաբար իջնում է նաև անհրաժեշտ 1/4-ը։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը։ Մնացածը սուտ է եւ ինչպես միշտ հակազգային եւ հակապետական։